թաղումներին սաղս էլ կատակ անում ենք։ Հա, եղել է շատ sense այդտենց։ Հենց հիմնականում թաղումներին, ուղարկավորության այդ առիթներին ես ստոպ չեմ կարող տամ։ Սկսվեց մեկի լացելուն կկպնեմ, զզվելի է, հա, քննադատեք տակը։ Բայց դե դա ինչ անենք։ Իոքուտ իրան է քննադատել։ Երջանիկ է այն մարդը, ով աշխատում է գումար իր հոբիով։ Այո։ Այսինքն, այստեղ հարցը գումարը չի, այստեղ հարցը այնա, որ դա քեզ պահում է, որ դու ապրես, փորձեմ ռուսերեն փորձեմ, ասում է лучшая работа это оплачиваемое хобби։ Հա։ Երբևիցե կատակ կարել ես շատ անհարմար պահի, քո կատակը ծիծաղելունի, բոլորը ծիծաղեն, բայց այն որ այդ հեչ են տեղը չէր որ ծիծաղեին։ Դե ինձ թվում է թաղումներին սաղս էլ կատակ անում ենք։ Հա, եղել է շատ sense այդտենց։ Հենց հիմնականում թաղումներին, ուղարկավորության այդ առիթներին ես ստոպ չեմ կարող տամ։ Սկսվեց մեկի լացելուն կկպնեմ, զզվելի է, հա, քննադատեք տակը։ Բայց դե դա ինչ անենք։ Իոքուտ իրան է քննադատել։ Արտասահմանը գրավում է այնտեղ ելույթներ, հումոր, այնտեղ թատրոն, բեմ։ Ես դեպուզ այնտեղի հայության համար։ Չէ, հայության մասով հանենք այդ պահը, բայց դրսում աշխատել կամ ինչ-որ մի բան անել, չէ, երբեք չի ձգել, բազմիցս ես իմ էջում եմ ասել, ստորիներով եմ ասել, թող հիմա չեմ ուզում ես պաֆոս հայրենասեր թվամ, պարզապես Հայաստանում ինձ ավելի կոմֆորտ է։ Պատրաստ ես արդյոք էքսպերիմենտալ հումորին։ Օրինակ չինեմ, կանգնեմ ստենդափ անեմ, չէ, իմ համար դա էքսպերիմենտ է, որովհետև ես չեմ արել ստենդափ։ Ոչ փոփոխություն sense ասած հումորի։ Դեռ չէ, քանի սա sense 100%-ի կհասցնեմ, այն ինչ հիմա ունեմ, նոր կփորձեմ արդեն ուրիշ բաներ անել։ 10 հարց ոդքասթի նպատակն է հրավիրել ոլորտում կայացած մասնագետի եւ տալ նրան հաճախ տրվող հարցեր։ Թե ինչ մասնագետի կուզենաք տեսնել կամ ինչ հարցեր կուզենաք տալ նրան, գրեք մեկնաբանություններ բաժնում։ Իսկ իմ հյուրն էր ինֆլուենսեր, բլոգեր, հումորիստ Ռաֆոն։ Շնորհակալություն, որ եկաք, Ռաֆոն։ Ձեզ եմ շնորհակալ, որ կանչեցիք։